Բարև ձեզ, եկեք շարունակենք, այսօր կուսումնասիրենք պատկերները, դե յուրաքանչյուր web edge հիմա օգտագործում է պատկերներ, նկարներ, դա ավելի արտահայտիչ և գրավիչ է սարքում կայքը, դրանով նկարների միջոցով ավելի հեշտ է լինում մարդկանց մատուցել կոնտենտը։ Ինչպես կարելի է ստեղծել նկար կարելի է ստեղծել image tag-ի միջոցով, դա ինքնապակվող tag է, ունի երկու հիմնական ատրիբուտ, հատկանիշ, որը հիմա կուսումնասիրենք, եկեք սկսենք, ստեղծենք մեր բազային HTML կառուցվածքը և նրա մեջ օգտագործենք image tag-ը։ Ինչպես ասացի, դա ինքնապակվող tag է, նրա մեջ կա երկու հիմնական ատրիբուտ, որով որ պետք է արտահայտվի մեր նկարը, դա առաջինը source-ն է, src և երկրորդը alt ատրիբուտը։ Առաջին ատրիբուտի միջոցով source բառը արդեն պետք է ինչ-որ բան նշանակի, դա նշանակում է նկարի հասցեն, թե որտեղից պետք է բեռնվի մեր նկարը։ Իսկ երկրորդ ատրիբուտը alt-ը ալտերնատիվ տարբերակն է, դա երբ որ ինչ-ինչ պատճառներով մեր նկարը չի կարող ներբեռնվել կայքում, չեն կարող ցույց տալ կայքում, թե սերվերի խնդիր կարող է լինել, թե հասցեն ինչ-որ կերպ սխալ գրվել, ապա մարդը չի տեսնա մեր նկարը, բայց այս alt ատրիբուտի միջոցով կարող է տեսնել ինչ-որ տեքստ, որը կապ ունի մեր նկարի հետ։ Եկեք տեղադրենք մեր նկարի հասցեն, search տանք image-ից բաժնից, օրինակ այս նկարը հենց open image in new tab, վերցնենք նրա հասցեն, տեղադրենք մեր source բաժնում, այնուհետև աշխատացնենք, տենանք ինչ կստացվի։ Ահա նկարը հայտնվեց մեր մոտ։ Նրա չափերը կարող ենք նույնպես փոփոխել, եկեք տեսնենք, թե ինչ է անում alt tag ատրիբուտը, օրինակ first image, եթե աշխատացնենք, մեր մոտ ոչ մի բան չի փոխվի, եկեք օրինակ սխալ գրենք մեր հասցեն, տնանք ինչ կկատարվի։ Ահա մեր նկարը չի արտաբերվում, բայց տեսնում ենք այն տեքստը, որը որ գրել էինք alt ատրիբուտի մեջ։ Եկեք հետ բերենք, փորձենք մի փոքրացնենք մեր նկարը։ Դա կատարելու ենք width, height, բարձրություն, լայնություն ատրիբուտների միջոցով։ Width-ը լայնություն, height-ը բարձրություն։ Արժեքները եկեք տանք 100, սրանք պիքսելներով են արտահայտվում, չափման միավորները անցնելու ենք ավելի ուշ, CSS ուսումնասիրելուց, իմացեք, որ պիքսելներով են արտահայտվում մեր չափսերը։ Ստացանք 100-ը 100-ի վրա նկար, քառակուսի։ Ահա այսքանն է, նկարների հետ աշխատելը բարդ չէ, պետք է հիշենք նրա հիմնական ատրիբուտները, source-ը, alt-ը, ինչպես կարող ենք տալ չափսեր, անցած դասին մենք նաև ուսումնասիրել ենք հղումները, եթե կհիշեք, մեր մոտ կար նկար հղումներ, եկեք փորձենք կատարել օրինակ, սա ջնջենք, պատկերացնենք մենք ունենք Google-ի icon-ը և փորձենք նրա վրա կլիկ անելուց, որպեսզի մեզ տանի Google-ի պաշտոնական կայք, google.com։ Եկեք տեսնենք ինչպիսի icon կարող ենք ճարել։ Այս մոտ ստեղծենք, կհիշեք, ինչպես ենք ստեղծում աթեգերը, բացվող փակվող tag է, href ատրիբուտի մեջ տալու ենք հասցեն, թե որտեղ պետք է մեզ տանի կլիկից հետո, իսկ նրա մեջ դնելու ենք մեր
ուրեմն արդեն image tag-ը, որը ունի alt եւ source-ի մեջ կտանք մեր հասցեն, որը որ վերցրեցինք, alt-ի մեջ կարող ենք գրել Google icon, օրինակ, իսկ AHREF-ի source-ը արդեն կտանք Google.com, այսպես տեղադրենք հասցեն մեր մոտ, աշխատացնենք, ստանում ենք այսպիսի բան, երեք փոքրացնենք մեր նկարը, ինչպես ենք անելու, width, և եկեք այնպես անենք, որպեսզի մեր քլիկից հետո նոր թաբում բացվի մեր URL-ը, դա պետք է անենք target attribute-ի միջոցով, որի արժեք կդնենք տակից blank, աշխատացնենք, ահա, նկարը փոքրացավ, կլիկ ենք անում և հայտնվում ենք Google-ի պաշտոնական կայքում, նոր թաբից, ահա և վերջ, այսօրվա համար այսքանը, չմոռանաք ներբեռնել տնային աշխատանքը կատարել։